բոլորին, բանակցի օրվա կապակցությամբ։ Շնորհավորանք ենք ուզում լսել, հետո Նախ շնորհավորում եմ բոլորիս։ Մենք իհարկե գտնվելով Եռաբլուրում գլխիկոր ենք բոլորս, բայց նաև պետք է խրոխտ լինենք, որովհետև այստեղից շատ կարևոր հաղորդագրություններ ունենք իրար ասելու։ Շատ կարևոր բաներ ունենք իրար հետ պայմանավորվելու։ Շատ ու շատ զրույցներ ունենք, որ մենք չենք կարել հանրության եւ հասարակության ներսում եւ հանրային համերաշխության չենք կարել։ Հետևաբար մենք այստեղ եկել ենք այսօր եւ շնորհավորելու միմյանց եւ հիշելու առաջի Արցախյան պատերազմի մեր եղբայրների եւ 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմի մեր որդիների մոտ ենք այցելել եւ նաեւ իրենց ենք ուզում շնորհավորենք այսօրվա կապակցությամբ, որովհետեւ բանակն առանց իրենց հիշատակի մենք չենք պատկերացնում։ Եվ պարտավորեցնող է, այսօր պարտավորեցնող է այստեղ խոսել դրա մասին, խոսել բանակի մասին, բանակի ապագայի մասին, բանակաշինության ծրագրերի մասին։ Իհարկե մենք շատ չենք ծանոթ այսօր եթերը, բայց կուզենք, որ մենք իրար հետ նայենք ապագային, որպես անվտանգության հետ կապված բանակ գումարած անվտանգություն այս բանաձևը հստակ գիտակցելով, որովհետև այն խոսույթը, թե անվտանգություն ունենալու կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, դա քաղաքագիտության, պատմության եւ ընդհանրապես բանականության առումով որևէ բանի փորձության չի ենթարկում այդպիսի արտահայտությունը։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ մենք պետք է լինենք ուժեղ, հզոր, պետք է ունենանք բանակ, պետք է ունենանք արտաքին ռազմաքաղաքական հզոր դաշինքներ եւ ունենալով ուժեղ բանակ եւ ունենալով ռազմաքաղաքական դաշինքներ մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մենք եթե չունեցանք ուժեղ բանակ, մենք որևէ կերպ անվտանգ չենք կարող լինել։ Որովհետեւ ժամանակակից աշխարհում տեսնում եք ինչեր են տեղի ունենում եւ ուժը այսօր կարծես թե իրավունքն եւ ուժը իրար հետ մարտնչում են եւ ուժեղը իր դիրքերից կարողանում է պարտադրել այն, ինչ որ օրինակ 1 կամ 2 տասնամյակ առաջ սովորաբար մարդիկ կամ դիվանագետները փորձում էին դիվանագիտական խողովակներով կամ քննարկումների կամ բանակցությունների միջոցով պաշտպանական ծախսերը կրճատելու հետ կապված ինչ կարող եք ասել եւ նաեւ այստեղ ամփոփված հերոսներից շատերը հենց կանոնավոր բանակ այսպես ունենալու ճանապարհին նաև ողջեցին իրենք են նաև կանոնավոր բանակը կերտողները հիմա մսխվում է եւ իրենց աթափված այրունը եւ նաեւ հետագա պատերազմների ընթացքում հերոսների թափված այրունը։ Տեսեք Ադրբեջանը այս տարվա բյուջեում ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ շուրջ 30%-ով ավելացրել։ Մենք կրճատել ենք մոտավորապես 110 միլիարդ դրամով։ Երբ որ հարց են տվել կամ հարցերի միջոցով փորձել են պարզել ինչն է պատճառը, տարբեր այսպես ասած պատասխանների շրջանակում նաև հնչել է, որ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար մենք փորձել ենք հայթայթել միջոցներ։ Եվ երբ որ դու տեսնում ես, որ 110 միլիարդ կրճատելու ֆոնին, օրինակ 3 միլիարդ պարտիավճարավճարվում, օրինակ ազգային ժողովի 25 թվականի պետական բյուջեով խնայված միջոցները վերաուղղվում են պարտիավճարների, այստեղ առաջանում է հանրության մոտ հարցեր։ Այսինքն չկա որևէ խոսույթ, որը տրամաբանական է։ Եվ հետևաբար 110 միլիարդ դրամով ռազմական ծախսերը կրճատելը կարող է նաև ռևերանսային բան լինի ուղղված դեպի Ադրբեջանին։ Ցուցադրելու համար մեր ոչ ռազմատենչությունը, ճակերտավոր ասած։ Այնինչ պետք է լիներ հակառակը։ Այնինչ պետք է 20 թվականի նոյեմբերից հետո հստակ կերպով վերանայվեր 21 թվականի պետական բյուջեն, առաջնահերթությունները։ Եվ եթե դուք տեսնեք 21 թվականի պետական բյուջեն, 20 թվականի պետական բյուջեով իր տրամաբանությամբ եւ ծախսային ուղղություններով դրանցով 22-ը, 23, 24-ը կա որոշակի աճ ցուցանիշների, բայց տրամաբանական առումով դրա վերաձևակերպում չկա։ Չկա այդպիսի վերաձևակերպում, որով որ հանրությունը կտեսներ, որ պատերազմից դասեր կա քաղաք եւ պատերազմի արդյունքում կրած վնասները, այդ թվում ռազմաարդյունաբերական, պաշտպանական, դրանք վերականգնելու հստակ մտադրություն կա։ Բայց պարոն Անանյան, Նիկոլ Փաշինյանի ներողություն եմ խնդրում, այսօրվա հայտարարության տեքստ
մասին, եթե նայենք ձեր ասածի համատեքստում, ֆինանսավորումը ըստ էության ոչինչ չէր փոխելու, որովհետև նա նշում է, որ միջազգային գործընկերները զենք չէին վաճառում մեզ, դա էր պատճառը, որ մենք չենք եւ նրանք հետագայում Եթե իրենց չէր հաջողվել կամ իրենց չի հաջողվել, այդ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությանը չէր հաջողվել։ Միգուցե լինել այլ վարչական եւ հաջողվել, միգուցե բանակցային կողմից հաջողվել։ Դրանք այստեղ մի շատ կարևոր ծեսված արտահայտություն կա, պարտության սիմվոլ երկրությունն է, նրա հետ չեն բանակցում։ Նրան այդ պետք է վերաբերում միջազգային ասպարեզում։ Իհարկե նա պետք է արդեն հաշվի նստի տարբեր ազյաններում, տարբեր հանդիպումներում, տարբեր աշխարհակարգական բերումներում եւ երկրներում իր բաների հանդիպումների ժամանակ։ Հետևաբար այս խոսքը որևէ ազդեցություն չունի։ Մենք խոսում ենք ապագայի մասին, իսկ մեր պատկերացված ապագայում որևէ հնարավորություն չունի։ Հետևաբար եկեք չքննարկենք իրեն։ Որոնց մասին մենք չգիտենք։ Իհարկե, եւ մենք այդպիսի ողջապիտ կասկած կարող ենք ունենալ իրար հետ, որ կան պայմանավորվածություններ, որոնք որ իրագործվում են, որովհետեւ այն ծայրագուն խախտումները, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի վիճակից հետո իրականացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, չէ՞։ Ես կարծում եմ, որ եթե չլիներ պայմանավորվածություններ, առնվազն բանավոր, ապա միջազգային հանրությունը կամ այստեղից կամ որևէ ձևով կլիներ արժանի, այսպես ասած, հակահարված։ Այո, դրանք, գիտեք, պայմանավորվածությունների շրջանակներում են, որովհետև այլ կերպ մարդկային տրամաբանությունը չի կարողանում դրանց պատասխաններ տվել։ Դուք ճիշտ եք։